Բարի և օրհնյալ օր, սիրելի հարազատներս։ Աստծո շնորհն ու խաղաղությունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա, որպեսզի Աստված մեր ուղեկիցը լինի, մեր առաջնորդը լինի։ Աստվածաշունչը ասում է, որ մեր մտքերը պատերազմի դաշտ են, որ մեր մտքերը թշնամին կապել է, որպեսզի մենք Աստծո մտքերը չընդունենք, որպեսզի մեր մեջ լինեն Աստծո դեմ ապստամբող, Աստծո կամքին հակառակվող մտքեր։ Եվ որ մենք մտածենք, թե դրանք մեր մտքերն են, թե մենք ենք այդպես մտածում։ Եվ այդ մտքերը, որ տեղավորված են մեր մեջ, հաստատվել ու արմատ են գցել մեր մեջ, Աստվածաշունչը անվանում է ամրոցներ։ Եվ այդ ամրոցները մենք պետք է քանդենք։ Այդ մտքերը մենք պետք է գերի վերցնենք և հնազանդեցնենք Հիսուս Քրիստոսին։ Եվ դրա համար ես այսօր աղոթում եմ ինձ համար, ամուսնուս համար, ընտանիքիս բոլոր անդամների համար, հարազատներիս համար, ձեզ համար, ձեր ընտանիքի անդամների համար, որ Հայր Աստված իր ողորմությամբ ամեն այս կարգի ամրոցներ, որ Սատանան և իր դևերը, խավարը, մեղքը, պղծությունը կառուցել են մեր կյանքում, մեր հոգում, մեր սրտերում, մեր մտքերում, մեր երևակայության մեջ, մեր բանականության մեջ և անգամ մեր մարմնի մեջ, մեր արյան մեջ, մեր գեների մեջ, թող դրանք բոլորը Հիսուս Քրիստոսի անունով քանդվեն։ Հայր Աստված, ես խնդրում եմ քեզ, որ դու ցնցես ու տակնու վրա անես դրանք։ Թող դրանցից քարը քարի վրա չմնա ոչ մի բան, ու թող քո գահը հաստատվի մեր կյանքերում, մեր սրտերում, մեր մտքում, և քո շնորհը հաղթանակի մեր կյանքում։ Թող այդ բոլոր մտքերի ամրոցները կապված հեթանոսության հետ, կռապաշտության, անհավատության, կասկածի, սխալ մտքերի, սխալ խոսքերի, հակառակության, ապստամբության, գոռոզության, հպարտության, մեծամտության, ամեն կարգի կախվածությունների, ամեն կարգի պղծության, սխալ մտածելակերպի, սխալ հավատքների, ինքնախղճահարության, անհուսության, աններողամտության ու նման ամեն ամրոցներ քանդվեն Հիսուս Քրիստոսի անունով մեր կյանքերից։ Եվ այն բոլոր սուտ մտքերը, Տեր, որ եկեղեցի չպիտի գնանք, եկեղեցում չպիտի հաստատվենք, որ Աստվածաշունչ չպիտի կարդանք, որ աղոթելը անիմաստ է, ամեն կեղծիք նման ամրոցներ թող քանդվեն, Տեր ջան, և գերի մնան Հիսուս Քրիստոսին։ Արմատական շրջադարձ եմ խնդրում, Տեր ջան, յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուրիս հավատքում, թող որ մեր մտքերը քո մտքերով ծածկվեն, Տեր ջան, որ մենք քո պես մտածենք, Հիսուսի անունով, ամեն։ Իսկ հիմա անդրադառնանք Թոմաս Ուոթսոնի ապաշխարության վարդապետության գրքին ու նախկին դասերը լսեք, և մենք խոսում էինք խոստովանության մասին, թե արդյոք խոստովանությունը կարևոր դեր է խաղում ապաշխարության մեջ։ Եվ այսօր մենք այդ թեմայով կշարունակենք, բայց մինչև շարունակելը եկեք աղոթենք, որովհետև Հիսուս Քրիստոսը բոլոր իր աշակերտներին ասեց. գնացեք, բարի լուրը տարածեք, քարոզեք մարդկանց և ձեր ասած խոսքերը կուղեկցվեն, կհաստատվեն իմ նշաններով, բժշկությամբ, ազատագրմամբ, հրաշքներով։ Թող հիմա էլ այս խոսքերը, այս դասը, որ Աստծու քարոզն են, որ քարոզում է այն, ինչ Քրիստոսն է քարոզել, ապաշխարություն, թող գնան Աստծո նշաններով, Աստծո զորությամբ
եւ վկայություններ լինեն Աստծո զորության ու ողորմության Հիսուսի անունով ամեն Երբ մենք խոստովանում ենք մեր մեղքերը մենք սովորում ենք ու հասկանում ենք Քրիստոսի արժեքը թե նա ինչ գին վճարեց մեզ համար ու մեր հոգիները սկսում են արժևորել ճիշտ ձևով եւ գնահատել Հիսուս Քրիստոսին Եթե ես ասեմ, որ մեղավոր եմ եւ որ հավատամ, որ Քրիստոսի արյունով ես կփրկվեմ ու կներվեմ, ապա որքան թանկ կլինի ինձ համար Քրիստոսի արյունը։ Այն բանից հետո, երբ Պողոսը խոստովանեց իր շատ ու շատ մեղքերը, նա անմիջապես սկսեց երախտագիտություն, գոհություն եւ շնորհակալություն հայտնել Քրիստոսին։ Կարդանք Հռոմեացիներ նամակի 7-րդ գլխի 25 խոսքը։ Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե դու ասենք ինձ պարտքես $1000 ու խոստովանես ու ասես այո պարտք եմ քեզ Նարինե ու ես էլ որպես պարտատեր չպահանջեմ որ դու անձամբ այդ պարտքը մարես ու ես քո փոխարեն իմ որդուն նշանակեմ, որ քո պարտքը մարի։ Միթե դու չես ընդունի ու շատ շնորհակալ չես լինի։ Նույն կերպ, երբ մենք խոստովանում ենք մեր պարտքը Աստծո հանդեպ, մեր մեղքը Աստծո հանդեպ ու գիտենք ու հասկանում ենք, ընդունում ենք, որ ոչ մի կերպ մենք այդ պարտքը չենք կարող ինքներս մարել, ինքներս վճարել ու դրա պատճառով մենք դժոխք ենք գնալու, ապա որքան երախտապարտ ու շնորհակալ պիտի լինենք ու գոհանանք, որ Աստված իր անմեղ, սուրբ ու միածին որդուն է նշանակել պարտապան մեր փոխարեն, ու մեր պարտքերը նա է վճարել, ու Աստված ընդունել է ու ճղել է մեր պարտատոմսը։ Բանը նրանումն է, որ մենք ոչ թե $1000 ենք պարտք Աստծուն, այլ մեր պարտքը անսահման է, ձև չկա, որ մենք Աստծուն մեր պարտքը կարող ենք վճարել։ Դրա համար յուրաքանչյուրս էլ Քրիստոսի կարիք ունենք։ Հասկանում ենք, թե որքան գթացող է մեր Աստված, ու սա Աստծո ձրի շնորհն է, այսինքն նվերն է, մենք դրան արժանի չենք, մենք ոչինչ չենք արել դրան արժանանալու համար։ Սա շնորհ է անարժան մեղավորներիս։ Եվ այն մարդիկ, ովքեր ընդունում են այս նվերը, այս շնորհը, նրանց համար Քրիստոսը թանկ է ամեն ոսկուց, արծաթից ու հենց կյանքից առավել թանկ է։ Քրիստոսն է դառնում նրանց սրտերի իրական սերը, նրանց իրական արժեքը Քրիստոսն է դառնում, իրենց հիացմունքը Քրիստոսինն է պատկանում։ Մեղքի խոստովանությունը ճանապարհ է բացում ներման համար։ Հենց որ անառակ որդին եկավ խոստովանությունը բերանում, մեղանչեցի երկնքի դեմ, նրա հոր սիրտը հալվեց նրա հանդեպ եւ հայրը գրկեց ու համբուրեց նրան։ Կարդանք Ղուկաս ավետարանի 15-րդ գլխի 18-ից 21 խոսքերը։ Վեր կենամ, հորս մոտ գնամ ու նրան ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկը արա։ Վեր կացավ իր հոր մոտ եկավ, ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթաց, վազեց նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան, եւ որդին նրան ասաց. Հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Սա մեր ու Աստծո պատկերն է այստեղ։ Այս հայրը Աստծուն է ներկայացնում, որ երբ որ մենք խոստովանում ենք, երբ որ մենք մեր սրտի դիրքը փոխում ենք ու գնում ենք դեպի Աստված, մենք դեռ մի քայլ, երկու քայլ չարած Աստված 10 է անում դեպի մեզ։ Երբ Դավիթ թագավորը ասաց. Ես մեղք եմ գործել, մարգարեն նրան ներման խոսքեր ասաց Աստծուց,
բայց նաև ասաց, թե այդ մեղքի հետևանքները ինչ են լինելու։ Այո, Աստված ներում է մեզ, բայց Աստծուց ներումը չի նշանակում մեղքի հետևանքներն էլ են ջնջվում։ Ահա ինչու Աստված չի ցանկանում, որ մենք մեղքի մեջ ապրենք, որովհետև նա չի ուզում, որ այդ ծանր, դաժան հետևանքները մեր կյանքում լինեն։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր արածների համար։ Հասկանում ենք, թե ոչ։ Դավթի որդին մահացավ, որտեղ նա ծնվել էր անբարոյական հարաբերության հետևանքով։ Դավիթը ներվեց, բայց նրա որդին մահացավ, դա իր մեղքի հետևանքն էր։ Ուրեմն, Աստված չի հեռացնում պատասխանատվությունը մեր կյանքից, և դրա համար Աստված ցանկանում է, որպեսզի այդ չարիքը, մեղքը մեր կյանքում չլինի, որ մենք մեղքից ազատվենք։ Կարդանք Բ Թագավորաց 12:13-ից 14 հատվածը։ Եվ Դավիթն ասաց Նաթան մարգարեին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Եվ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, դու չես մեռնի, բայց որովհետև այդ արարքով Տիրոջ թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, ապա այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, մեռնելու է»։ Այստեղ մենք տեսնում ենք ոչ միայն դաժան հետևանքը մեղքի մեր կյանքում, որ Աստված չի ջնջում մեր պատասխանատվությունը, չնայած որ ներում է մեզ, բայց մենք տեսնում ենք, թե մեղքը ինչ է անում Տիրոջ համար, որտև Աստծո թշնամիները հայհոյում են Աստծուն մեր վարքի պատճառով, ծաղրում են Աստծուն մեր վարքի պատճառով։ Որքան հաճելի է ծնողին, որ իր երեխայի վարքի, ապրելակերպի համար իրան են թուքումուր կրում։ Ծնողներ, երբևէ դպրոց մտել եք ու ձեր երեխայի վարքի համար ձեր գլխին ինչ ամոթանք ասես, որ չեն թափել։ Դե հիմա դա միլիոն անգամ բազմապատկեք Աստծո համար և ավելին։ Ու էլի չենք հասկանա այն ցավը, այն վիրավորանքը, որ մենք հասցնում ենք Աստծուն մեր մեղքերով։ Եվ այս նախադասությունը ուզում եմ նորից հասկանանք ու ուշադիր լինենք։ Մարգարեն չի ասում Աստված ողորմած է։ Կներեք, առաջ թռա, հազար ներողություն։ Նա, ով անկեղծորեն խոստովանում է իր մեղքը, Աստված խոստանում է ներել այդ մարդուն և ջնջել մեղքը։ Այս խոստումը կարդում ենք 1 Հովհաննես նամակի 1-ին խոսքում։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Աստված հավատարիմ է ու արդար մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Սա ուզում եմ նորից կարդալ։ Աստված հավատարիմ է ու արդար մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Ուշադիր լինենք, չի ասվում Աստված ողորմած է, այլ ասում է Աստված հավատարիմ է ու արդար այս հարցում, որ եթե մենք մեր մեղքերը խոստովանենք, Աստված հավատարիմ է ու արդար և դրա համար էլ կների։ Ինչու առաքյալը չի ասում, որ եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, Աստված ողորմած է ներելու մեր մեղքերը։ Որովհետև Աստծո ներումը ի ցույց է դնում Աստծո արդարությունը, որովհետև Աստծո արդարությունը պիտի կատարվի, ու արդարությունը այն է, որ մեղքը պիտի մահով պատժվի։ Ու եթե դու հավատ ունես ու հավատում ես Քրիստոսին ու մեղքերդ խոստովանում ես, ուրեմն Քրիստոսի մահը խաչի վրա բավարարում է Աստծո արդարությունը։ Քրիստոսի արդարությամբ դու ես արդարացվում, Քրիստոսի արդարությունը դառնում է քո արդարությունը։ Եվ այդ ժամանակ Հայր Աստված արդար կերպով կարող է ներման խոստում պահել քո նկատմամբ։
Սա Աստծո ընտրած ճանապարհն է ներման համար, ու Աստված ինքն իրեն պարտավորեցրել է, որ ներումը միայն այս ճանապարհով է հասանելի որևէ մեկին։ Աստված իր ճանապարհը չի փոխելու։ Աստծո ճշմարտությունն ու արդարությունն են գործում եւ նրա հավատարմությունը ցանկացած մարդու ներման գործում, ով խոստովանում է մեղքը եւ գալիս է ապաշխարող սրտով ու հավատքով Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Իսկ որքանով է ողջամիտ եւ հեշտ այս պատվիրանը, որ մենք պետք է խոստովանենք մեղքը։ Նախ մեղքերի խոստովանելը խելամիտ հրահանգ է, որովհետև եթե մեկը վիրավորել է մյուսին, սխալ է արել մյուսի հանդեպ, չարիք է գործել դիմացինի հանդեպ, ինչն է ավելի խելամիտ, քան խոստովանել, որ նա սխալ է թույլ տվել, չարիք է գործել, վիրավորել է այդ անձին։ Եվ արդեն խոսեցինք այն մասին, որ մենք մեր մեղքերով անիրավություն ենք գործել Աստծու դեմ։ Ուստի տեղին է, որ մենք խոստովանենք մեր հանցանքը։ Երկրորդ, մեղքերը խոստովանելու հրահանգը հեշտ հրաման է։ Եթե կարդացել եք Աստվածաշունչը, ուրեմն գիտեք, թե ինչպիսի հսկայական տարբերություն կա հին ուխտի մեջ, որ Աստված կնքեց Իսրայելի ժողովրդի հետ Աբրահամի միջոցով, ու նոր ուխտի մեջ, որ Աստծո շնորհի ուխտն է, հիմնված Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատի վրա։ Եվ սա ամենքի համար է։ Առաջին ուխտը, այսինքն հին ուխտը, ասում էր, եթե մեղք գործես, քո կյանքով այդ մեղքի համար պիտի վճարես։ Այսինքն մեղքը պահանջում էր մահ եւ մահացողը քո մեղքի համար դու էիր լինելու։ Մեղք գործողը պարտադիր սպանվում էր առանց բացառության։ Երկրորդ ուխտը, նոր ուխտը, Քրիստոսի միջոցով է, Քրիստոսի արյան միջոցով է։ Եվ այս երկրորդ ուխտը ասում է, որ եթե մեղքդ խոստովանես, ողորմություն կստանաս, որովհետև Աստված քո մեղքը դրել է Հիսուսի վրա։ Բայց որպեսզի Հիսուսով դու արդարացվես, դու պիտի խոստովանես, որ մեղք ես գործել։ Առաջին ուխտի մեջ ոչ մի երաշխիք ու երաշխավոր չէր թույլատրվում։ Իսկ նոր ուխտի ներքո, որ Աստծո շնորհի ուխտն է ու մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, Աստված ասում է, եթե մենք պարզապես խոստովանենք մեր պարտքը, մեր հանցանքը, մեր անիրավությունը, մեր օրինազանցությունը Աստծո հանդեպ, այսինքն մեր մեղքերը, ապա Քրիստոսը կլինի մեր երաշխավորը։ Կարող է լինել մարդու փրկության ավելի պարզ մեթոդ, քան խոնարհ խոստովանությունը։ Իհարկե ոչ։ Երեմիա գրքի 3 գլխի 13 խոսքն ասում է. «Միայն թե ճանաչիր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ, եւ ճանապարհները փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չանսացիր», ասում է Տերը։ Օտարները այստեղ օտար մարդիկ չեն, այլ օտար կուռքերը, չաստվածները։ Աստված մեզ ասում է, ես խոյերի, այսինքն կենդանիների զոհ չեմ խնդրում ձեր մեղքերը քավելու, ձեր մեղքերը ներելու համար, ողորմելու համար։ Աստված նաև ասում է, ոչ էլ ես պահանջում եմ, որ բաժանվեք ձեր մարմնի պտղից, այսինքն քո երեխաներին զոհես քո հոգու մեղքի համար։ Աստված ասում է, ես պահանջում եմ, որ դուք ճանաչեք ձեր սխալները, ընդունեք ձեր մեղքերը ու ինքներդ ձեր դեմ մեղադրական եզրակացություն կազմեք ու ներկայացնեք, ձեզ մեղավոր ճանաչեք և դուք վստահաբար ողորմածություն կստանաք ինձանից։ Ոմանք կարող են մտածել, եթե ես մի ուրիշ մարդու եմ ցավ պատճառել, ինչով եմ Աստծո դեմ մեղանչել։ Երբ մենք իրար նկատմամբ վատ ենք վարվում, մենք դրանով Աստծու դեմ ենք մեղանչում, որտև Աստծու պատվիրաններն են կոտրում։ Եվ հիշեք, ամեն մարդ Աստծո պատկերով ստեղծված է, այսինքն Աստծո պատկերն ենք
ամեն անգամ անարգում, երբ որ մենք իրար հետ ենք վատ վերաբերվում։ Այս ամենը պետք է մեղքերի խոստովանության մեր գործը դարձնի հաճելի ու հեշտ մեզ համար։ Ու դուրս նետենք մեղքի թույնը մեզանից խոստովանությամբ, ինչպես ասվում է Ղուկաս ավետարանի 19-րդ գլխի 9-րդ խոսքում. այսօր այս տան համար փրկություն եղավ։ Մի հարց էլ կա, որի մասին ոմանք գուցե մտածում են. արդյոք մեզանից պահանջվում է խոստովանել մեր մեղքերը այլ մարդկանց։ Հռոմեական կաթոլիկները պնդում են այս տեսակի խոստովանության վրա, որ մարդը պետք է խոստովանի իր մեղքերը քահանային, այլապես նա չի կարող ազատվել մեղքերից։ Նրանք պնդում են սա հիմնված Հակոբոս նամակի 5-րդ գլխի 16 խոսքի վրա, որն ասում է. «Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք»։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Նախ հասկանանք, որ արդար մարդ չկա։ Մենք արդարացված ենք Հիսուս Քրիստոսով։ Նա, ով ընդունում է Քրիստոսին, համարվում է արդարացված։ Եվ արդարանում ենք, երբ որ Քրիստոսի առաջ խոստովանում ենք մեր մեղքերը։ Բայց այս սուրբ գրությունը քիչ առնչություն ունի կաթոլիկների ու նման կերպ մտածողների նպատակի հետ։ Եթե մենք սխալ մեկնաբանենք այս հատվածը, դա կարող է նշանակել նաև, որ քահանան էլ պետք է խոստովանի իր մեղքերը ժողովրդին, ինչպես նաև ժողովուրդը քահանային, որտեղ ասում է միմյանց խոստովանեք ձեր մեղքերը։ Քահանային խոստովանելը Հռոմի պապի ոսկե վարդապետություններից մեկն է, բայց նրանք միակ եկեղեցին չեն։ Եթե չեմ սխալվում, և 1000 ներողություն, եթե սխալվում եմ, առաքելական եկեղեցին էլ է դա հորդորում։ Որպես Նարինե ասեմ, քահանան էլ իմ ու քո պես մարդ է, չնայած ունի կոնկրետ առաքելություն։ Խոսքը ասում է արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում, բայց եթե այդ քահանան, ինչպես հիմա տեսնում ենք շատ, արևմուտքում ասենք, չնայած Հայաստանում էլ կա և ամենտեղ էլ կա, պղծության մեջ է, գողության մեջ է, չի ապաշխարել, մեղա չի եկել իր մեղքերի համար, չի խոստովանել իր մեղքերը։ Նման մեկին իմ մեղքերը պատմելը ինչպես կօգնի իմ մեղքերի ներվելուն։ Երբ ես ում պատմում եմ իմ մեղքերը, ինքն էլ մեղավոր մարդ է։ Ուրեմն իմ պարզ կարծիքով, և դուք իրավունք ունեք ձեր կարծիքը ունենալու, մենք խոստովանում ենք Աստծուն, նա է մեր սրտերը ստուգողը և թողություն տվողը։ Քահանան իմ սիրտը չի կարող ստուգել, չի կարող իմանա ազնվությամբ եմ ապաշխարում, լիությամբ ամբողջ բանով եմ ապաշխարում, թե ոչ։ Համենայն դեպս, եթե դուք ունեք վստահելի քահանա, գիտեք, որ այդ մարդը իսկապես Աստծո օծյալն է, և դուք շատ կարիք ունեք կիսվելու, ապա ես իրավունք չունեմ դատելու և ոչ էլ ասում եմ, որ բոլոր քահանաները ու եկեղեցիները պիղծ են, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ես ընդամենը ասում եմ, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք, ու Աստված մեզ Հիսուս Քրիստոսին է տվել որպես գլխավոր քահանապետ, ու նրանով պատռել է վարագույրը, որ մենք անձամբ մոտենանք իրեն ամեն հարցով, ներառյալ մեղքերի խոստովանությունը և ապաշխարությունը։ Պատկերացնում եք, ասենք մարդիկ ապրում են մի վայրում, որտեղ իրենց մոտիկ եկեղեցի չկա, ժամերով ոտքով պիտի գնան, որ քահանա գտնեն, ինչ է նրանք ուրեմն չպիտի ապաշխարեն, կամ Աստված նրանց չի լսի, կամ ասենք պատերազմի դաշտում, որտեղ էդնեղ պահին քահանա գտնեն, որ մեղքերը խոստովանեն ու ապաշխարեն։ Այսքանն ասելուց հետո միևնույնն է, երբեմն մենք կարիք ունենք կիսվելու մեկի հետ ու խոստովանելու, որ չարիք ենք արել։ Ուղղակի պետք է վստահ լինենք, որ ում պատմում եք, չի գնա աշխարհին պատմի, հետո ձեր դեմ չի օգտագործի ձեր խոստովանությունը, իր սրտում չի ուրախանա,
ու այս ամենով էլ ինքը չի ընկնի մեղքի մեջ։ Երբ մենք Աստծուն ենք խոստովանում, դա մնում է մեր ու Աստծո միջև։ Հեղինակը շարունակում է ասելով, բայց կարծում եմ, որ 3 իրավիճակ կա, որտեղ մարդը պետք է իր մեղքը խոստովանի մարդկանց առաջ։ Ես ասեմ մեկ ուրիշը, մինչև հեղինակինը շարունակենք։ Ասենք դու քրիստոնյա ես, եկեղեցում հաստատված ես, եւ նախկինում թմրան մոլության մեղքի մեջ ես եղել, խաղամոլության մեղքի մեջ ես եղել, եւ նորից այդ մեղքը վերադարձել է քո կյանք։ Դու կարող ես գնալ եկեղեցում որևէ մեկին ասել, որպեսզի այդ մարդը քեզ հետ քայլի, քեզ համար աղոթի, քեզ պատասխանատու պահի, քեզնից պատասխանատվություն պահանջի քո օրվա ընթացքում ինչ ես արել, որպեսզի դու կարողանաս այդ չարիքից ազատվել։ Բայց նորից պետք է դիմել մեկին, ով այս ամենը քո դեմ չի օգտագործի, ով ազնվությամբ ու խոնարհությամբ կօգնի քեզ աղոթքով, ծոմապահությամբ ազատվելու այդ չարիքից։ Առաջինը, եթե մարդն ընկել է աղմկահարույց, սկանդալային մեղքի մեջ և դրանով ոմանց համար վիրավորանքի պատճառ է դարձել, մյուսների համար գայթակղության պատճառ է դարձել, հավատքից ու մաքուր կյանքից ընկնելու պատճառ է դարձել։ Այդ մարդը պետք է հանդիսավոր և բացահայտ կերպով ընդունի իր մեղքը, խոստովանի ու ապաշխարի հանրային կերպով, որպեսզի նրա ապաշխարությունը նույնքան տեսանելի լինի, որքան իր սկանդալը։ Նորից որպես նարինե օրինակ բերեմ։ Ռոզարիա Բաթերֆիլդը, պրոֆեսոր, հայտնի հոմոսեքսուալ և հոմոսեքսուալիզմի ջատագով ու ադվոկատ, շատ հանրային ելույթներ է ունեցել, շատ օրենքներ է հաստատել տվել, որ պաշտպանում են հոմոսեքսուալների իրավունքները։ Եվ այդպես վարվելով, շատերին հավատացրել է, որ հոմոսեքսուալիզմը մեղք չի, որ քրիստոնյաները սխալ են եւ այլն։ Այս կինը նույն հանրային կերպով էլ խոստովանել է իր մեղքը։ Նա հիմա քրիստոնյա է, նա հանրային կերպով ապաշխարել է եւ ամեն անգամ շարունակում է դա անել, որտեղ իր խոսքերը հանրային էին ու շատերին էին քաշել մեղքի մեջ։ Ուրեմն իր խոստովանությունն էլ պիտի լինի շարունակական ու հանրային։ Եթե ասենք ղեկավար մեկը ապտակում է մեկին մարդկանց առաջ, դրանով վատ օրինակ լինելով բռնության ու անհարգալիության համար, նա պետք է հանրային կերպով իր մեղքը խոստովանի։ Գիտեմ, չեն անում այդպես, բայց ասում եմ դա է կարգը, մենք չպետք է նայենք ուրիշը ինչպես է վարվում, մենք մեզ պիտի նայենք ու մեր կյանքերը ուղենք։ Երկրորդ Կորինթացիների 2-րդ գլխի 6-7 խոսքերը ասում են. այդպիսի մարդու համար բավական է այն հանդիմանությունը, որ շատերի կողմից եղավ։ Այսուհետև ընդհակառակը դուք ավելի ներեք ու մխիթարեք նրան, որպեսզի այդպիսին սաստիկ տրտմության մեջ չընկղմվի։ Այսինքն նրանք պիտի հանրային կերպով խոստովանեն, ու մենք էլ պիտի ներենք, որ սաստիկ տրտմության մեջ չընկնեն, այսինքն անհուսության մեջ չընկնեն։ Երկրորդ, երբ մարդը խոստովանել է իր մեղքը Աստծուն, բայց նրա խիղճը ծանրաբեռնված է և նրա միտքը դեռ անհանգիստ է, նման դեպքում շատ խելամիտ է, որ նա խոստովանի իր մեղքերը մի իմաստուն և աստվածավախ ընկերոջ, որը կարող է խորհուրդ տալ նրան և ճիշտ ժամանակին որևէ խոսք ասի, լինի խորհուրդ, Աստծո խոսք, աղոթք։ Ահա սա կլինի համաձայն Հակոբոս 5-րդ գլխի 16-րդ խոսքի. միմյանց խոստովանեք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։ Քրիստոնյաների մեջ մեղավոր ու սխալ ու գոռոզությունից բխող համեստությունն է, որ նրանք ավելի բաց ու ազնիվ չեն իրենց Աստծո տանը ծառայողների հետ կամ էլ այլ հոգևոր ընկերների հետ, իրենց հոգու ու սրտի բեռնաթափման, իրենց հոգու ցավերն ու հոգսերը բացելու հարցում։ Եթե ձեր խղճի մեջ փուշ կա, լավ է դիմել նրանց, ովքեր կարող են օգնել դուրս հանել այդ փուշը ու ազատել ձեզ։
Դուք այս դեպքում չեք խոստովանում, որ այդ մարդը ձեզ ներում տա։ Ներումը գալիս է Աստծուց, այլ խոստովանում եք, որպեսզի թեթևություն նաև զգա, կիսվի ձեր հոգու ծանրությունը։ Երրորդ, երբ զրպարտել ես մեկ ուրիշին և արատավորել նրա անունը կամ նյութական չարիք ես գործել այդ մարդու դեմ, այս դեպքում պահանջվում է քեզանից խոստովանություն։ Կարիճը իր թույնը կրում է իր պոչում, իսկ զրպարտիչը իր թույնը կրում է լեզվի վրա։ Մեր խոսքերը խորը թափանցում են, ինչպես ոզնու ասեղները։ Եթե դու կամ որևէ մարդու բարի անունը քո խոսքերով սպանել ես, ոտատակ ես տվել կամ սուտ վկայություն ես տվել այդ մարդու դեմ ու այդ պատճառով նա բարդությունների մեջ է ընկել կամ նրան նյութապես վնաս ես հասցրել, պետք է խոստովանես քո մեղքը և ներեխություն խնդրես ոչ միայն Աստծուց, այլև այդ մարդուց կամ մարդկանցից, եթե շատերն են ներգրավված։ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 23-ից 24-ում Հիսուսն ասում է. «Արդ եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, սա արյունակցական եղբոր մասին չի։ Թող քո ընծան այնտեղ սեղանի առաջ և գնա, նախ եղբորդ հետ հաշտվիր, ապա արիր ու ընծան մատուցիր»։ Այսինքն, եթե գիտես, որ մեկի հետ անհաշտություն ունես, գնա հաշտվի, նոր արի Աստծուն աղոթի, նոր արի Աստծուն ծառայի, թե չէ ոչ քո աղոթքը, ոչ քո ընծան, ոչ քո ծառայությունը ընդունելի չի լինի։ Դիմացինի հետ նման հաշտության ճանապարհը միայն մեր արած սխալները, իրենց հասցված վնասները մեր կողմից խոստովանելու մեջ է։ Քանի դեռ դա չի արվել, Աստված չի ընդունի մեր ծառայություններից և ոչ մեկը։ Մեր ծառայությունները Աստծուն, մեր աղոթքը իզուր են դառնում, քանի որ դեռ չենք շտկել մեր դրացու կամ մեր դրացիների հետ մեր հարաբերությունը, մարդկանց հետ մեր հարաբերությունները մեր մեղքը խոստովանելով նրանց։ Այսքանը այսօր։ Աստված պահի և պահպանի ամենքիս ու նորից ներողություն եմ խնդրում մի քիչ խառնաշփոթ ձևով կարդալու համար, թող Աստված իր գթությամբ հարթեցնի այդ ամենը, որ դրանք ձեզ համար շփոթմունք կամ խանգարող հանգամանքներ չլինեն, այլ դուք հենց Աստծո ձայնը լսեք, Աստծո խոսքը լսեք։ Ամեն։